Բարև ձեզ, իմ զրուցակիցը հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հետաքրքիր արտահայտություն եք արել, որ մարդը միջև չի հասնում սահմանին, որևէ իր ունակությունների շրջանակը չի կարող շոշափել, չի կարող հասկանալ ինչի է ընդունակ իրականում։ Ճիշտ եք, ճիշտ նշում եք անում։ Այդպես է։ Դա ես վաղուց եմ նկատել, որ մինչև ինքդ չհասնես քո սահմանին, դու չես կարող նախ զգալ, որտեղ է, ինչի էիր կարող, ինչի էիր ունակ։ Ձեր կյանքում քանի անգամ այդպիսի դեպքեր եղել։ Բավական շատ։ Ես շատ տեղերում չի որ ասում եմ, բայց դա նույնպես հայտնի տեղեկություն է։ Դեռ 20 տարեկանում ես իմ առաջին ռերեսումն եմ ունեցել սահմանի հետ, այսպես ասած ներքին սահմանի հետ, երբ որ երկու բարդ հիվանդությունների արանքում կլինիկական մահի շեմի եմ եղել եւ փաստագրվել է այդ երևույթը 20 տարեկան դեռ տակավին չլրացած իրեն հատուկ բոլոր երևույթներով, տեսիլներով եւ այլն, որից հետո աշխարհընկալման եւ կյանքի ընկալման բավական լուրջ ցնցում կա։ Այդտեղ հնարավոր չի այլ կերպ։ Եվ առաջին առերեսումը հնարավոր մահվան հետ, երբ գիտակցությունդ ծայրահեղ կարող է փոխվել բոլորովին այլ պրագմատիկ մարդ լինելուց հետո, ընդ որում ես արդեն դաշտային հնագիտական փորձ ունեի, բավական լավ։ Դամբարաններ ունեի պեղած մարդկային ոսկորների հետ աշխատած բաժին ունեի բավականին, եւ դու առնչվում ես այդ ժամանակ հոգեվոր աշխարհի այսպես շատ ուժեղ հզոր մի շրջանակի հետ, որից հետո քեզ համար աշխարհը դառնում է բոլորովին այլ եւ նյութական արժեքների գնահատման եւ հոգեվոր արժեքների գնահատման այլ սանդղակներ են հայտնվում այդ ժամանակ։ Իմ կյանքում դա շատ որոշիչ դրվագ է եղել, որովհետեւ դրանից հետո շատ բաներ նյութական, որոնք շոշափելի են, ինձ համար պայմանականությունների դաշտում են։ Ինչ սեղանի շուրջ ենք նստած, ինչ գավաթով եւ ինչ ենք խմում եւ ինչ միջավայրում ենք, դրանք բոլորը պայմանականություններ են։ Միակ էականն այն է, որ ես եւ դուք ենք այստեղ եւ մեր զրույցը կայանում է հենց այս ձևաչափով, այսինքն հոգեվոր մակարդակն է այդտեղ ինձ համար դառնում էական։ Իսկ հակիտ ինչ է, ինչ տեսք ունես, ինչ ֆիզիկական մարմինի շատ գաղափարներ են փոխվում։ Դա առաջին առերեսումն է։ Իհարկե, հետո հայտնի է արդեն հավանաբար հեռուստադիտողին նաեւ ձեզ, որ տարիներ անց ինձ մոտ եղավ նաեւ հարազատ մարդու, շատ թանկ հարազատ մարդու կորստի բախումը, երբ դու եւս մեկ անգամ առերեսվում ես այն սահմանին, թե իսկ դու ինչ կարող ես անել քո անձից դուրս գալով, որովհետեւ եթե առաջին դեպքում միայն ես եւ իմ ֆիզիկական գոյությունը կամ իմ առողջությունը, երկրորդ պարագայում արդեն ինձանից կախված եւ ին երեսին նայող, այսպես ասած, իսկապես տառացիորեն փոքրիկներ, մեծիկներ, մարդիկ, ովքեր պետք է ինձ տեսնելով չտառապեն, իմ գաղափարն այդպիսին էր, եւ ես պիտի ապրեցնեմ։ Արդեն ոլորտը փոխվում է, ըստ էության նույն գաղափարն է, դարձյալ շատ ուժեղ հարված եւ հանդիպում հերթական անգամ մահվան աչքերի մեջ նայելով, այս անգամ քեզ շատ թանկ ու հարազատ մարդու։ Պիտի ասեմ, որ ցավալիորեն ինձ համար էլ եւ հայ չեմ կարծում որևէ մարդու համար չեն կարող միայն անձնական լինել նման բախումները եւ հետեւաբար պատերազմը եւ հաջորդիվ բոլոր քայլերը, որոնք մենք վերապրեցինք, նույնպես այդ դաշտի մեջ մտան, պարզապես բազմապատկեցին ապրումների շրջանակը, որտեղ ուրիշ գիտակցություն է գալիս արդեն, որ դու պիտի գոնե թե քո փորձով աշխարհի ընկալման կամ կյանքի շարունակականության կարևորության ընկալմամբ կիսվես ուրիշ մարդկանց հետ, իրենց օգնես ապրել։ Հենց հատկապես այդ գաղափարն է, որ ես հատուկ քայլեր չեմ ձեռնարկել, բայց կարծում եմ, որ քիչ այդ քայլերը մոտենում են կուլմինացիայի եւ ինչ որ մի օր պիտի զրույցների ձևով, քննարկումների ձևով, բաց դասախոսությունների ձևով, որովհետև ես մասնագիտությամբ նաև հնագետ մշակութաբան եմ, եւ կան բաներ, մարդկային ցավը, ընդհանրապես այն, ինչ մենք այսօր վերապրում ենք, այսօր էական չէ, այն այսօր չի հայտնվել։ Ցավի եւ նրա հաղթահարման, դժվարության եւ նրա հաղթահարման մեխանիզմները ըստ էության արդեն վաղուց օրինված են։ Կան համաշխարհային հայտնի, այսպես ասած, գրական պատմական հուշարձաններ, որոնք ցույց են տալիս, թե հին աշխարհում մարդը ոնց էր հաղթահարում։ Եվ այսօր ինչն է տարբերությունը։ Մենք այսօր մտել ենք նանոտեխնոլոգիաների դարաշրջան, մենք արհեստական բանականությամբ մեզ օգնականներ ենք ստեղծել, բայց միևնույն ժամանակ դու շարունակում ես մնալ նույն մարդը, այն հնագույն մարդը, ով ունի նույն վախերը, եւ հաճախ այդ վախերը նույնքան չբացատրված են, ոնց որ այն ժամանակ մարդը փնտրում է այդ ժամանակ բացատրություններ գերբնական ուժերի մեջ, ինչ որ սնոտիապաշտական երևույթների մեջ գիտությունը, հավատը, սնոտիապաշտությունը եւ, չգիտեմ, ներքին ինչ որ համոզմունքները միախառնվել են այն աստիճանի, որ մարդիկ հանգիստ չեն կարողանում տարանջատել, թե ի վերջո որ ճանապարհով պիտի գնա։ Այդ քաոսի մեջ շատ ու շատերը
պարզապես կորցնում են ուղենիշը։ Դուք պատմությունը պատմեցիք, խոսքը ձեր ամուսնու մահվան մասին էր։ Դուք շատ երիտասարդ էիք, քանի տարեկան էիք։ Ես 32 տարեկան էի։ Ձեր ամուսինը ավելի երիտասարդ է։ 1 տարի մեր մեջ տարբերություն կա, 1 տարուց մի քիչ, 31 տարեկանում էր զոհվեց, 31 տարին զուտ 2 շաբաթ էր լրացել, որ ինքը զոհվեց։ Ձեր մայրիկը մի հաղորդման ընթացքում պատմեց, որ դուք այնպես էիք անում, որ ձեր երեխաները այդ ցավը չզգան ձեր մեջ, ձեր դեմքին եւ միայն էմոցիաները բաց եք թողում, երբ երեխաները քնած են։ Ես չեմ ուզում ասել, որ որևէ հերոսական քայլ կա իմ ապրածի մեջ, ես ուղղակի այդպես կերտվել եմ, իմ հոգեկերտվածքն է այդպեսին։ Ես ունեցել եմ ժամանակին շատ լավ ուսուցիչներ, սկսած իմ մայրիկից նախ։ Իսկապես, երբ որ երեխեքը վազում էին դեպի ինձ, ես անմիջապես աչքերս սրբում էի, ժպտալով, այսպես կերպարանափոխվում էի եւ չի եղել դեպք, որ ասեմ, վայ, բան, գնա, այսպես, չէ, նման բան չի եղել։ Առաջին սթափեցնող խոսքը միշտ լինում էր. «Մամա ջան, լացում ես»։ Ամենից չէ, հուզված եմ։ Այս մեր տան արտահայտություն, դասական արտահայտություններ, ուղղակի հուզվել եմ։ Ընդհանուր առմամբ երեխաների պարագայում իրենց հենարաններ են պետք եւ իրենց հենարանը առաջին հերթին մաման է։ Անկախ նրանից, որ երկու ծնողն էլ կան, որպես կանոն երեխան շուռ է գալիս, ասենք ասում, հա մամա, ճիշտ է ասում, ասենք ես մարդը ամեն ինչը, որովհետեւ մոր հետ կապը մեր հասարակության մեջ ամենայնպես շատ ավելի ուժեղ է, իհարկե ցանկալի է, երբ որ հայրիկն էլ լավ ներգրավվածություն ունենում երեխայի հետ աշխատանքում, բայց ում հետ որ ինքը շատ է շփվում եւ ում խոսքը իր համար առհավատ չէ, երեխան անմիջապես նայում է, այդ ոնց է։ Եվ դուք պատկերացրեք, որ միակ հենարանը, որ դու ունես, այդ հենարանը քարոքանդ է եղած։ Այդ երեխայի աշխարհը ամբողջությամբ տապալվում է։ Հետևաբար, անկախ ինձանից ես այդ ամենը անում էի, բայց ես ունեցել եմ, երբ որ շեշտեցի, որ ուսուցիչներ եմ ունեցել։ Ես ունեի ուսուցիչ, իմ դպրոցի տնօրենը տարիներ առաջ, շատ տարիներ, ասում էր զուսպ եղեք։ Եվ ձեր ուրախության եւ ձեր ցավի մեջ զուսպ եղեք։ Այդ նույն խոսքը ես իմ մեծերից եմ լսել, ասում եմ իմ մայրիկից, իմ տատիկից, կան ընտանիքներ, որոնք սովորեցնում են այդ ձևաչափը, որովհետեւ երկկողմ խնդիր է այստեղ, երբ դու պետք է միաժամանակ կարողանաս ճիշտ ձևով լիցքաթափ լինել, այսինքն թոթափվել այդ բացասական զգացմունքներից, այսինքն արտասվելը եւ լաց լինելը։ Ես լացկան եմ, շատերը գիտեն, որ ես լավ լացկան եմ, այսպես ասած։ Այն, որ հուզականությունը բարձր է, դա կարող է նորմալ լինել։ Կինո արմատ է, ամեն բան հնարավոր է։ Բայց զսպվածությունը դրա մասին չի, արդյունքները նույնպես կարող են զուսպ լինել, մարդը կարող է լացել, բայց զուսպ։ Ինչու է այստեղ զսպվածությունը էական։ Դու երբեք չգիտես, թե քո դիմացինը, որ այդ պահին քեզ տեսնում է կամ քեզ հետ շփվում է, իր մեջ ինչ ցավ կա, ինչ մակարդակի ցավ կա, որովհետև ամեն ինչ համեմատական եւ հարաբերական է։ Ես երիտասարդ այրի էի, բայց իմ առջև կային որդեկորույս մայրեր։ Իմ ամուսնու տատիկը կար, ով արդեն կրկնակի անգամ իր երիտասարդ որդին երիտասարդ էր մահացել 42 տարեկանում, այսինքն իմ սկեսրայրը, եւ կրկնակի անգամ զավակ է կորցնում արդեն թորանը եւ այդ կնոջ արցունքներն ու ցավը համեմատելի չեն, դա բոլորովին այլ աշխարհ է, այսինքն դու իր ներկայությամբ պիտի զսպվածություն դրսևորես որոշակի։ Ես ամեն բան եմ հասկանում ու ոչ ոքի երբեք չեմ քննադատում, որովհետեւ քավլիցի միայն խոսք կա ժողովրդական չի, ասում է ցավը տիրոջն է, ցավ տալիս, այսպես ասած, վերքը տիրոջն է ցավ տալիս, բայց զսպվածության այդ ձևաչափը ինձ համար ճիշտ էր, հարմար էր եւ ես կարողացել եմ այդ ճանապարհով ապրել եւ ապրեցնել, աշխատելով որտեղ հնարավոր է պատառիկներ ուրախության գտնել, որտեղ կյանքի մեջ ուրախությունը եւ ցավը զուգահեռ են գալիս։ Իրենք անընդհատ զուգահեռված են նույն օրվա մեջ եւ դու այդ նույն օրվա մեջ պիտի կարողանաս հնարավորինս լույսի բաժինը շատացնել։ Դուք ամեն րոպե աշխատում էիք։ Եվ քնում էիք 5 րոպե։ 3 տեղ էիք, չէ՞, աշխատում այդտեղ։ Եղել է նույնիսկ ավելին, որ տեղով, այո, 3 տեղ, բայց զուգահեռ աշխատանքները, երբ որ հաշվում էինք, 5-ը անցնում էր։ Ես ճիշտն ասած, երբ պատրաստում էի գիշերը, արդեն ժամը 4-ն էր, ու այդ դրվագը տեսա ու այնքան անհարմար զգացի, որ ես նեղ սրտել եմ ընդամենը, որ հոգնել եմ։ Տեսնում ես, որ կան դեպքեր, երբ մարդը 5 րոպեով է ընդամենը կարողացել քնել ու այդ այնքան սթափեցնող է։ Ես չեմ ուզում, որ դա իբրև օրինակ ծառայի։ Այն մասին է, որ երբ դու ուզում ես նվնվալ, երբ ուզում ես, այո, դու պիտի տեսնես, թե ինչ օրինակն է։ Դուք էլ ասացիք, որ երբ ձեր ցավը կար, այն համեմատում էիք մարդու հետ, որ գուցե ավելի ուժեղ ցավ է կրում։ Ես կուզեմ մի փոքր մեկնաբանել դա, որովհետև ես հաճախ իմ ուսանողներին, դե գիտեք հավանաբար, որ ես եւ դասավանդում եմ եւ երիտասարդների հետ աշխատանք շատ եմ ունեցել տարբեր հարթակներում։ Ես միշտ ասում եմ՝ մի խղճացեք ձեզ։ Ինչ տեսակետից, այսինքն այդ չափից ավելի շոյել, վայ, ինչ մեղք եմ ես, վայ, ինչ խեղճ եմ, սա, վայ, այդ ոչ միտեղ
չտանող ճանապարհ է ըստ էության, եթե դուք ուզում եք հաջողության հասնել որևէ խնդրի մեջ, ապա դուք պիտի կատարեք առավելագույնը։ Իսկ առավելագույնը նշանակում է ուժերի, կարողության, կամքի ծայրահեղ գեներացիա, հավաքում ես ամբողջ ուժերդ, գոտ է պնդվում ես, այդ գոտին ձգելը եւ կանգնելը ամուր, դա շատ էական է։ Ոչ ոք ինձ ոչինչ չի ստիպել անել։ Եվ այդ 5 րոպեները քնելը դա մեխանիզմ էր, որը ես ինքս հորինեցի, ինձ համար հարմար էր։ Ես ուղղակի 5 րոպե գլուխս հանգստացնում էի, շարունակում էի աշխատել 5 րոպե հանգստացում էի, այդ պահին այդպես անջատվում էի այդ 5 րոպեի մեջ եւ նորից զարթուցիչով աշխատում։ Այդպիսի դեպքեր հաճախ չի որ եղել են, բայց եղել է։ Իմ առջև կար խնդիր, ես պիտի այդ խնդիրը ժամանակի մեջ լուծեի, բայց ես մնացած խնդիրներն էլ էի ուզում լուծած լինել, որոնց թվում երեխաներից համով կերակրելն է, իրենց հեքիաթ պատմելը, իրենց կողքին պարկելը եւ այդ ընթացքը Այսինքն ես այն ժամանակը, որ պիտի իրենց նվիրեի, սիրով նվիրել եմ եւ դրանից հետո նոր արդեն երբ որ իրենք քնած են, պիտի հասցնեմ այն մնացածը։ Իմ պարագայում ես օգնող մեկը չունեի, որ ասեմ, հա դու նա արա, ես էս մի բաժինը։ Ընդ որում ես իմ բոլոր բաժինների մեջ մայրական բաժինը ամենից թանկ եմ գնահատել եւ ինձ շատ էի, ասենք, շատ վատ էի զգում, եթե ես չկարողանամ իրենց հետ երեկո անցկացնել։ Այդ ինձ համար ամենածանր բանն էր, որովհետեւ իրենց հետ պետք է խոսել, իրենք պետք է քո առօրյան եւ դու իրենց առօրյան լսես, հասկանաս եւ այլն, իրենց զրույցներին մասնակից լինես։ Լավ է որ տեղ-տեղ պատառիկներ էի անգամ հասցրել գրել իրենց մանկական զրույցների, հիմա երբեմն սոցցանցերը հիշեցնում են, Facebook-ը այսպես հետ է բերում որոշ բաներ, հիշում եմ, ուրախանում եմ։ Բայց ինչ վերաբերում է չխղճալ կամ խնդիր չի, ամեն ոք ինքն է որոշում, ինքը ուր է ուզում հասնել, այդ սահմանի հարցն է։ Արդյոք դու ուզում ես ինչ-որ մի բան փորձել թե ոչ։ Ես առավելագույնի ձգտող մարդ եմ։ Իմ բնույթը այդպեսին է։ Ես մաքսիմալիստ եմ։ Եթե կա իմ առջև դրված խնդիր, ինքը պետք է լինի լավագույնս իրականացված եւ առավելագույնս բացված։ Ես իսկապես սիրում եմ փորձել իմ սահմանները հասկանալ, ես ինչի եմ ունակ, ինչ կարող եմ անել այդտեղ եւ առավելագույնը ներդնել դրա մեջ։ Տրտնջալ թե ոչ, ում մոտ տրտնջայի նախ չկար այդ ում մոտը, մեկ Եթե կա հոգ տանող մեկ, ով կարող է օգնել, երբեմն միգուցե աղջկական սեթևեթությունը կարելի է աշխատացնել, կանացի, այսպես ասենք։ Ինձ համար հոգևոր սնունդը, որը տարբեր է, կարող է լինել եւ երաժշտության, եւ արվեստի մեջ, եւ գիտության մեջ, շատ էական է եւ ես հաճախ այն աշխատանքները, որոնք ինձանից ավելի շատ ժամանակ են խլել, դա եղել է գիտական ուղղությամբ, ինչ որ հետազոտության կամ հաշվետվությունների աշխատանքի ամփոփման, որտեղ դու ոգևորված ես, ինչ արդյունքի հասնես, ինչ հեռուստատողներ ով չգիտի, ասենք որ Տիկին Արմինեն բացի երգահան լինելը, նաեւ հնագետ է, նաեւ զինվորական է, փրկարար ծառայության գնդապետ, արդեն քաղաքացիական ծառայության մեջ, բայց իհարկե շատերը ձեզ ճանաչում են որպես երգահան եւ այսօր մենք նաեւ հնարավորություն ունենանք մի կատարում լսելու հուսով։ Սիրով։ Այնտեղ մի դրվագ կար, որ հետաքրքրական էր, որ դուք ինչ որ իմաստով կանխազգացել եք ձեր ամուսնու մահը։ Միայն այդ դեպքն է, որ այդպիսի բան է եղել, թե կյանքում դուք ինչ որ բաներ կարողանում եք զգալ։ Հետաքրքիրն այն է, որ ես կուզեի հիմա մի փոքր խոսել ծրագրման, պլանավորման մասին։ Մենք շատ ենք խոսել իմ տարբեր ընկերների հետ, որ երբեմն մարդը կամա թե ակամա ինքն է ձգում, բերում ինչ որ իրադարձություններ իր կյանք, ես չգիտեմ դա ոնց է տեղի ունենում, բայց մոտավորապես սխեման հասկանում եմ։ Մյուս կողմից կանխազգալ կամ 6-րդ զգայարանով այդ ինտուիտիվ զգացողությամբ զգալ, թե ինչ կարող է լինել առջևում։ Մեր կյանքում, քանի դեռ ամուսնուս զինվորական ծառայության ընթացքը ավիացիոն աշխարհի հետ կապված էր, ռազմական օդաչու։ Հա, ռազմական օդաչու ամենասկզբում կային տագնապներ, որոնք բնական են, մարդը գետնից կտրվում է եւ ոչ կայուն միջավայրում է արդեն իր տեխնիկան գործածում, դա արդեն իսկ ամենօրյա ռիսկ է։ Բայց այդ տեսակետից ինձ արշակը պատրաստել էր, ասում էր, ուղղակի մի կենտրոնացի այդ թեմայի վրա, դա սովորական թռիչք է, մի խոսքով ամեն ինչը տեղին եւ այլն եւ այլն։ Ամեն բան կարող է պատահել, բայց դու մի կենտրոնացի դրա վրա։ Այսպես ուղեղս անջատել էի։ Բայց կային այլ հանգամանքներ, եղել է իմ կյանքում այդպիսի բաներ, երբ ես չեմ կարող ասել կանխազգացում է թե ինչ, բայց յուրաքանչյուր մարդ գիտի, որ կան գերզգայուն մարդիկ, ովքեր ներքին տագնապի բան կարող է բարձրանալ։ Ես ունեցել եմ նման ժամանակներ, երբ ամիսներ առաջ, 1-2 ամիս ինչ որ մի բանից առաջ ունեցել եմ զգացողություն, ասել եմ ես զգում եմ փոփոխություն պիտի լինի, շատ լուրջ փոփոխություն։ Արշակի զոհվելու հետ կապված 2 շաբաթ դեպքից առաջ անընդհատ մտքիս մեջ կար, այս նոյեմբերի 4-ը չեմ ուզում գա։ Կենտրոնացել էի օրվա վրա։ Ես անգամ չէի պատկերացնում, որ այդ օրը թռիչք կարող է լինել։ Նույնիսկ չգիտեիք, որ թռիչք կա։ Չէ, չգիտեի, բացարձակապես, այսինքն ոչ թե օրվա վրա էի կենտրոն, որտեղ իրենք թռիչքներ ավելի հաճախ ունեին, շաբաթական 2-3 անգամ թռիչքներ էին ունենում, այդպես գրաֆիկ կար հստակ, ռազմական հերթապահություն եւ այլն։ Բայց զգացողություն ունեի։ Դա լինում է, ես չգիտեմ թե ինչով է պայմանավորված, այսպես ասեմ, հա։
Քանի որ բան զրույց ենք անում, բաց զրույց եւ խոսում ենք նաեւ ոչ երևութական բաների մասին, չեմ կարող պնդել, թե որքանով են երազները մարդկանց իրական, որքանով այդ ինչ ինֆորմացիոն աղբյուրներ գոյություն ունեն մեզանից դուրս այլ չափողականություններում, բայց ես վստահ եմ, որ տեղեկատվություններ գոյություն ունեն։ Ունեմ այդ ներքին համոզմունքը, որ կան բաներ, որոնք չեմ կարող ասել գրված են արդյոք ի վերուստ, թե ուղղակի հաջորդականությունների օրինաչափ շարունակություն պիտի լինեն, դրան նման բաներ երբեմն լինում են։ Չեմ ձգտել երբևէ եւ չեմ քաջալերում այդ փնտրտուքը անել, բայց երբ որ զուգադիպությունները լինում են, ակամայից դու ուշադիր ես լինում դրան, որ տեսնում ես, այո, նման զուգադիպություններ շատ են եղել։ Իմ կյանքում շատ են եղել։ Միգուցե մտածում եմ, որ դա ինձ երևի թե օգնել է մի քիչ ավելի պաշտպանված լինել, որտեղ այն պահին, երբ որ ես այդ լուրը ստացա, ես արդեն այդ լուրը գիտեի։ Իսկապես։ Դե, որտեղ ես հենց այդ օրը առավոտյան անգամ ունեցել էի այդ զգացողությունը վիժնի նման, այսպես տեսիլքի նման, որ այս նոր տարին այս տան մեջ վերջինը կլինի։ Երբ որ դա տեղի ունենում, արդեն քո կարծես քո ուղեղը եւ քո հոգեվոր ինչ որ շերտերը քեզ մի փոքր պատրաստում են, պաշտպանում են այդ պահին, որ դու լրիվ չխելագարվես։ Ես ուրիշ բան կարող եմ ասել, քանի որ հիմա սա ավելի շատ ոչ թե իմ մասին է, այլ այն մասին, թե իսկ ինչպես կարող է սովորական հասարակ մարդը, որը չի անցել են կամ չի անցել են կամ առերեսվում է վախի, ցավի եւ հարվածների նման բաժինների հետ, ոնց կարող է ապրել, շարունակել ապրել։ Այստեղ միտքը ոչ թե այն է, թե ինչ է ինձ հետ պատահել, այլ այն, թե իսկ ինչպես եմ ես տեսնում վաղը։ Ամեն օր այդ վաղը ինչպեսին պիտի լինի։ Շատ մարդիկ ինձ գիտեն գույների մեջ։ Ես այսօր էլի գույների մեջ եմ։ Ինձ համար գույների աշխարհը դա ոչ միայն արտաքին աշխարհ է, այլ դու ապրում ես քեզ այն երանգներով, որոնք ուզում ես տարածել մարդկանց մեջ։ Ես շատ կուզեմ, որ մեր մարդիկ ոչ միայն արտակուստ եւ պայմանականորեն գրեն գույներ, այլև իրենց շրջապատեն գաղափարների այդ երփներանգությամբ, որովհետեւ մենք կամ սպիտակ ենք, կամ սև ենք։ Նաեւ ազգային հատկանիշի բաժին է, այսպես խոլերիկ մենք հաղթանակի կհասնենք կամ չէ, վերջ ամեն ինչ տապալվում է։ Իսկ կյանքը իրականում գոյություն ունի երանգների մեջ, աստիճանների մեջ, որտեղ դու ինչպիսի հաջողության պիտի հասնես եւ ինչ դժվարությունը ինչի պիտի վերածես։ Իմ կյանքի համար սկզբունք է եղել այն, որ ցանկացած խոչընդոտ, դա գիտեն իմ բոլոր ընկերները, բոլոր մտերիմները, ովքեր ինձ հետ շփվել են գոնե թե մի քանի անգամ, իրենք դա շատ լավ գիտեն, որ ես միշտ ասում եի ինձ վրա նետված, ինձ բաժին հասած դժվարությունը ես տուփի նման, այսպես պատկերացրեք արկղ, տուփ, որքան որ հնարավոր է ինքը ամուր լինի, ինչքան կարծր ամուր, այնքան ավելի պիտանի։ Ես իրեն ծալում եմ, սեղմում եմ ավելին, դնում եմ ոտքերիս տակ եւ բարձրանում եմ իբրև հաջորդ աստիճան։ Դա է իմ սկզբունքը։ Այդպես եմ ես իմ ամեն քայլը հաղթահարում։ Յուրաքանչյուր դժվարության մեջ ինքը այդ դժվարությունը պիտի ինձ որևէ օգուտ տա։ Ես մաքսիմալիստ եմ, չեմ հանձնվում։ Ինչպես չչարանալ դժվարին իրավիճակներում։ Հետ կանք 2008 թվական ունեի ընկերներ, ծանոթներ եւ ինձ ասում էին ո՞նց ես դու նայում ես նույն մարդու աչքերի մեջ, ով որ ըստ էության պատճառադարձել քո ամուսնու զոհվելուն։ Երբ որ ես հանգամանքները արդեն գիտեի եւ բոլոր քայլերը հաջորդան հետևանք։ Այո, դա նման բաները հանցավոր ամփոփության երևույթ են, դիտավորյալ չէր հակառակ դեպքում այլ որոշումներ կլինեին, բայց դա շղթա էր։ Հիմա հարցը դա չի։ Դու քո ցավի տերն ես, միայնակ մայրիկ ես մնացել, երիտասարդ, կյանքդ կործանվել է, ամբողջ աշխարհը 4 կողմը բոլորը վատ են, բոլորը ապրելու են երջանիկ, բոլոր կանայք իրենց ամուսիններին թևանցուկ են անելու գնան իրենց երեխաների հետ երջանիկ եւ ուրախորվայր են եւ դու այդպես ես, հա, մտածումների շղթան այդպեսին է գնում։ Այ որ դուք ասում եք ինչպես չչարանալ, այդ համեմատությունն է գալիս, այ տեսեք իրենք լավ են, ես վատ եմ։ Միևնույն է իրենք լավ լինեն թե վատ լինեն, քո վատը չի փոխվելու, այսինքն ինչ որ դու ինչ վիճակում ես գտնվում, դա չի փոխվելու, եթե դու ինքդ չկամենաս։ Եվ ընդ որում իմ որոշում կայացնելու մեջ մի կարևոր բաժին հենց դա էր, ես առաջին բանը որ ասել եմ, ես չեմ ուզենա, որ որևէ երեխա Ես ուզում եի, որ անաչառ դատավարություն լինի ինչու, որպեսզի հանկարծ չդատապարտվի այնպիսի մի մարդ, որը միամիտ մեղավոր։ Ես ասում եի իմ երեխաները արդեն որփացել են, ես չեմ ուզում ուրիշ երեխաներ որփանան։ Եվ հայրը նստի, իհարկե այդ ամենը հեշտ չտրվեց ոչ մի կողմին, բոլորն էլ իրենց ցավերը կրեցին ըստ էության։ Գիտեք, այստեղ ամբողջ խնդիրն այս է։ Ես երեխա ժամանակից դեռ այսպես էի։ Դու գնում ես առաջ, սա իմ թիրախն է, ես արժևում ունեմ թիրախ, եւ այդ թիրախին պիտի վազեմ դեպի այդ թիրախը։ Հիմա թե կողքիները վազելով են գնում, քայլելով են գնում, զբոսնելով են գնում, չգիտեմ, հեծանիվով են գնում, թե մոտոցիկլետով, չեմ կարող ասել։ Եվ դա չի փոխի այն, ես ինչպես եմ գնում, ես ընդհանրապես կարող եմ իմ ընթացքը կարգավորել։ Ես երբեք կողքերս չեմ նայել։ Ես երբեք չեմ եղել մրցության մեջ որևէ մեկի հետ։ Ինձ հետ շատ են մրցել։ Ես երբեք։
առողջ մրցակցությունը հասկանում եմ, երբ դու գիտակցում ես, որ կարելի է ավելի լավ այսպիսի մի փորձը քեզ ավելի լավ կհասցնի կամ ավելի կարագացնի, քեզ կուժեղացնի, օգտագործիր դա։ Բայց երբ որ այդ մրցակցությունը առողջի մասին չի, ես հաճախ արժևում եմ, ես խնդիր չունեի այդ տեսակետից։ Կամ ես հասկանում եմ, որ դա իմը չի։ Ես եթե զգում եմ, որ դա իմ ոլորտը չի, ես չեմ կարող դա անել, ես հանգիստ ասում եմ, կեցես, շարժվիր առաջ, դա քեզ համար հասանելի է։ Շատ ոլորտներում ես կարողացել եմ իմ ճանապարհները յուրովի գծել եւ որտեղ էլ որ հասնում էի, երջանիկ էի իմ ձեռքբերումով, որովհետեւ ես միշտ մրցել եմ ինքս ինձ հետ։ Ինձ համար այդ մրցությունը միշտ կայացել է այսօրվա Արմինեն մրցում է երեկվա Արմինեի հետ եւ կերտում հաջորդ օրվա Արմինեին։ Ինձ մոտ կյանքն այդպես է, ես ամեն օրվա մեջ մրցում եմ իմ անցյալի հետ եւ կերտում եմ, ստեղծում եմ ճանապարհ դեպի ապագան։ Հիմա երբ որ դուք ուզում եք հարցնել, իսկ ինչպես չչարանալ, հենց դա է, երբ որ դու էլ չես նայում կողքերդ, իրոք իրանք լավ են, լավ չեն։ Մենք ամեն բան ընկալում ենք միայն արտաքինից։ Մենք չգիտենք ով է լավ, ով է վատ։ Այս շպարի տակ ինչ կա, ոչ ոք չգիտի։ Երեք բժիշկս ասում է շատ սիրուն ես, ասում եմ ես քողարկել եմ կարմրությունը։ Իսկապես կարմրությունը քողարկել եմ, որովհետև ես հմուտ նկարիչ եմ, ես կարող եմ քողարկել այդ կարմրությունը, հասկանու՞մ։ Նույնը եւ տրամադրությունը։ Բայց նույն բանն է։ Այո, ես համեմատություն եմ բերում շպարի վրա, բայց մենք տեսնում ենք բոլոր երևույթների շպարը։ Միայն արտաքին կողմը։ Մենք տեսնում ենք կոկիկ հագնված մարդու, ով դուրս է եկել արդեն դուրս, բայց թե տանը ինքը ինչ փխլված, ինչ քարուքանդ եղած վիճակում պիտի լինի կամ ասենք ընտանիքում ինչպիսի հարաբերություններ են, ոչ ոք չի տեսնում։ Ոչ ոք չի տեսնում, թե այդ կինը, որ ասենք եկել է չարացած բոլորի վրա գորգորում է, իր թիկունքում տանը ինչ կա։ Սկեսուրն է, ամուսինն է, չհասկացված լինելն է, միայնակությունն է, երեխաների հեռու լինելն է, թե չհասկացվածությունը։ Հազար ու մի ցավեր կան, որոնք մարդուն բերում են, բևեռացում են եւ ժողովրդական խոսքը ասում է դարձնում են վայրահաճ շուն։ Որքան ավելի աղմուկը եւ այսպես բացասականը շատ է, այնքան խորքային ցավեր կան։ Եվ այդ խորքային ցավերը ապաքինել է պետք։ Այստեղ է, որ մեր հասարակությունը շատ լուրջ խնդիր ունի։ Ոչ թե մտածել, թե ինչպես անենք, որ բոլորը բարիանան, այլ փնտրել իսկապես ակունքը գտնել, թե այդ ինչ խոցեր են, ինչ խոցերից է, որ մարդը չի կարողանում իր մեջ տեսնել լուսավորը։ Հետաքրքիր ձևակերպում արեցիք, որ ինչքան աղմուկը շատ է, այնքան վերքերը շատ, որտեվ հաճախ կարող է նույնիսկ շատ ծիծաղող մարդը շատ լուրջ վերքեր ունենալ եւ ոչ ոք չի իմանա այդ մասին։ Ինձ ասել են այդպիսի բան միջոցառումներից մեկի ժամանակ տարիներ առաջ նոր էր դեպքը եղել։ Ես թաքուն մտնում էի իմ սենյակ կամ տուալետ արտասվում էի, հետո էի վերադառնում աշխատանքային միջավայր, ինչ որ մի հերթական անեկդոտ պատմելու կամ չարաճճիություն անելու, բոլորը ինձ գիտեն կճկճան ծիծաղով։ Եվ մեր գործընկերներից մեկը այդպես նայեց, ասեց. բայց մալադես քեզ Արմինե ջան, լավ էլ ուրախ աղջիկ ես։ Երևի կյանքիս մեջ ստացած թիրախային հարվածներից մեկն է եղել, շատ խոցեց այդ պահը։ Այսինքն նախատինք կա, որ ուրախ է։ Այո, նախատինք էր։ Ես նայեցի, ժպտացի, ասեցի ուրախ եմ, որ այդպես է երևում։ Գիտակից մարդը կհասկանար ես ինչ ասեցի, որովհետև այդ միջավայրում ես գամ ինչ պատմեմ ձեզ, ասեմ, վայ, այսպես, իֆեր Աստծո ոչ։ Իդեպ այդ մեր նաև հանրային խնդիրներից է մենք սիրում ենք մրցել, թե ով է ավելի վատ եւ ավելի ուռճացնում ենք, չէ՞ որ սկսում ենք պատմել քո խնդիրները ինչ են իմի դիմաց, այդ մրցակցությունը կա ցույց տալու, որ դու ավելի վատ ես։ Ինչ խնդիր է դա լուծում։ Ես ես այդ համամիտ եմ եւ այստեղ է թաքնված շանգլուխը, այսպես ասած։ Մեր հասարակության շատ լուրջ արատներից մեկը, երբ որ ես շեշտեցի գույները տեսնելու կարողությունը, նաև անուղղակիորեն նկատի ունեի կյանքի փոքրիկ մանրուքների վրա ուրախանալու կարողությունը, որը մենք ինչ որ միտեղ կորցրել ենք։ Հետո մենք չափից ավելի շատ ենք կարևորում բաներ, որոնք իրականում կարևոր չեն։ Մենք ինքներս մեզ ենք չափից ավելի շատ կարևորում։ Թվում է, թե մենք ինչ-որ հատուկ առաքելություն ենք անում։ Երբեմն մենք ոչինչ չենք անում։ Երբեմն մենք պարզապես պետք է գիտակցենք, որ մենք էլ հասարակ մահկանացուներ ենք եւ որոշում կայացնելը շատ ավելի բարձր եւ լուրջ անելիք է, որի պատասխանատուն դու չես։ Ես օրինակ ինքս իմ մեջ այդ խնդիրը տեսել եմ լինելով հաճախ առաջնագծում տարբեր հարցերի մեջ, շատ եմ տառապել ըստ էության, որ վայ, ինչի էսպես չենք անում, իսկ կարող ենք սա էսպես անել, այնպես անել։ Ես չեմ այդ խնդիրը լուծողը։ Ես կարող եմ սատարել, ես կարող եմ իմ բաժինը ճիշտ անել։ Ես շատ եմ ուզում եւ տարիներ շարունակ միշտ ասել եմ այդ մասին, որ շատ տարիներ դեռ հիմա չէ, անգամ ասում եմ ուսանող ժամանակներից կամ իմ աշխատանքի տարբեր փուլերի մեջ, յուրաքանչյուր ոք, եթե բարեխիղճ լինի իր բաժին մրջունի աշխատանքի մեջ, ապա դա կլինի անթերի հասարակություն։ Եթե դուք ուսումնասիրեք, եթե մարդիկ ուսումնասիրեն, վաղուց ուսումնասիրված է, հետազոտված եւ ապացուցված, որ եւ մրջունների, եւ մեղուների օրինակի համար մեխանիզմները կառավարման, իրենք կառուցված են յուրաքանչյուր առանձնյակի
կոնկրետ անելիքի հստակ եւ անթերի իրականացման մեջ։ Այդ հստակ եւ անթերի իրականացումը, որը պահանջում է դիսցիպլինակարգ ու կանոն, սեփական անձի, սեփական եսի, բազմաթիվ կապրիզների մի կողմ դնել, իսեր աստծո, այս ժամանակաշրջանը բերել դարձրել է բոլորը ինչ որ sense երազային, ես սա եմ ուզում, նայ շատ բան ես ուզում, շատ լավ է որ ուզում ես, բայց հասարակությունը կարգավորվող մեխանիզմ է, այն ինքնակարգավորման կարիք ունի, որտեղ յուրաքանչյուր ոք ունի իր դերը։ Նորից հետ գամ հին աշխարհին, հին անցյալին, յուրաքանչյուր ոք հասարակության մեջ ուներ իր դերը եւ չկար որևէ մեկը, որ անելիք չունի։ Ամեն մեկը խմբերով լինի, տարեց կանայք լինեն, որ արդեն էլ երեխաներ չեն ունենալու, իրենք մյուսներին են խնամում, մեծերը, որոնք պետք է իմաստության այդ բաժինը լինեն, որ պիտի փոխանցեն իրենց փորձը։ Մենք կորցրել ենք բոլոր տեղերը, բոլոր դերերը, բոլոր յուրաքանչյուր ոք խաղում է ոչ իր դերը։ Խրատողը պիտի լինի ինչ որ մեկը, որ գոնե փորձ ունի, չէ՞, տարիների, փորձությունների, բայց տեսնում ես նորելուկ հասկացա, ես ընդունում եմ, որ կարելի է գիտելիք ստանալ եւ փոխանցել այդ գիտելիքը, բայց ոչ խրատողի դիրքից։ Կարելի է լինել ազնիվ եւ ասել, այ ես այս գիտելիքը ստացել եմ եւ փոխանցում եմ, բայց ոչ թե քարոզ կարդալ, ասել, այ դուք սխալ եք ապրել մինչեւ հիմա։ Այ դուք սխալ եք ապրել, հիմա ձեր երեխային սխալ եք մեծացնում։ Չէ, եւ կան բաներ, որոնք անհատական են եւ ամեն յուրաքանչյուր մարդ տիեզերք է։ Մենք շատ ենք մոռանում, որ յուրաքանչյուր մարդ մի տիեզերք է, ինքը կարող է իր առանձնակի փորձառություն ունենալ։ Բայց երբ որ դու մտնում ես հանրության մեջ, համայնքի մեջ, այդ տիեզերքները ինչ որտեղ մի կողմ են դնում իրենց այն խենթությունները, որ միայն իրենց է հատում, միայն իրենց համար է հատուկ, եւ իրենք փորձում են այստեղ, երբ որ հասարակության կարծիքը ընդորում պետք է հաշվի առնել, որ հասարակական կարծիք ասած երևույթը ինքը շատ կոնֆորմիստական երևույթ է, այսինքն մենք բոլորս մեր սուր կողմերը պիտի մի կողմ դնենք, որպեսզի կարողանանք ձևավորել մի համընդհանուր բան, որը բոլորին է հարմար։ Այդ ժամանակ ինքը չի կարող ծայրահեղ լինել, չի կարող լինել բնականաբար բոլորի համար իդեալական, բայց գալիս է կոնսենսուսի, գալիս է համաձայնության, որ եկեք համաձայնվենք, որ սա է մեր հարց սեղանը եւ մենք այս սեղանի շուրջ ենք խմում մեր թեյը այսպիսի բաժակներով։ Մենք սահմանում ենք խաղի կանոններ։ Իսեր աստծո, այնպիսի տպավորություն է, ոնց որ մենք նորովի 21-րդ դարում նորից սկսում ենք ձևավորել սոցիումի զարգացման, հասարակության զարգացման նոր օրինաչափություններ։ Իրենք երբեք չեն փոխվելու, իրենք միշտ նույնն են լինելու։ Ինձ համար այդ օրինաչափությունների մեջ կա մի քանի սկզբունք։ Արդարության սկզբունքը համար 1։ Արդարությունը, որը է որոշակի հավասարություններ, որոշակի տեղերում եւ հստակ հավասարություն, այսինքն եթե մեզանից մեկին չի կարելի այսինչ բանը, ուրեմն մյուսներին էլ չի կարելի։ Եթե մեկին կարելի, ուրեմն կարելի է բոլորին։ Երկակի ստանդարտների առկայությունը դա է։ Ես տանջվում եմ իսկապես, որ հաճախ մենք առերեսվում ենք երկակի ստանդարտների հետ, բայց դա միայն Հայաստանում չի։ Դրված են այսպիսի բաներ, չեն կարողանում դրանք կարգ ու կանոնը եւ օրենքները պահպանել։ Այն բաները, որոնք մենք կարող ենք մեր անձնական շրջանակում գոնե թե ձևավորել, ինձ թվում է պիտի ինքներս փորձենք եւ դրան հետեւողական լինենք։ Խոսքի, գործի, մտքի մաքրությունը առաջին հերթին։ Ինչ մտածեցիր, ինչ դուրս եկավ բերանիցդ։ Այդ ամբողջը դու ես։ Եվ ոնց դուրս է գալիս, այնպես էլ հազարապատիկ հետ է գալիս լցվում քո իսկ սեփական ծոցը, ժողովրդական խոսքեր են, ես հենց այնպես բաներ չեմ ասում։ Ժողովրդական իմաստությունը միշտ ճիշտ է, այդ հնագույն հազարամյակներից եկած, որտեղ ինքը կուտակվել է, մաքրվել, մաղվել է։ Եվ դրա համար կարելի է իրենց նայել, այսինքն երբ որ ասում ենք միտքդ եւ խոսքդ մաքուր պահիր, նրա համար, որ այդ միտքը եւ խոսքը պատտվելու է քեզ է գալու հասնելու է քեզ ամենաթանկ մեկին։ Ոչ թե քեզ, եթե միայն մարդը ինքը ստանալիս լիներ իր բացասական գործերի պատասխանները, բայց ինքը տեսնում է դա հաճախ ավելի փխրուն օղակներում։ Դուք քանի որ ինձ թույլ եք տվել այդ թեմայից խոսել, չէ՞ կարևոր, որ հիմա եւի ամենաշատը գոտեպնդող խոսքի կարիք կա։ Մարդիկ շատ ցավեր ունեն, թաքուն, չարտահայտված, իրենք իրենց մեջ պարփակված։ Այս փուլում դուք հիմա էլ քաղցկեղն եք հաղթահարում, տարբեր բաներ հաղթահարել եք, սա էլ կհաղթահարեք։ Նախ այդ հիվանդության հանդեպ ընկալումը եւ հաճախ թաքցնում են, ինչպիսին է վերաբերմունքը հիվանդանոցում։ Դուք այս ամենի միջով անցնելիս ինչը կուզեիք, որ փոխվեր։ Ինչպես ավելի ճիշտ կլիներ, որ լիներ վերաբերմունքը, որ մարդը ավելի հեշտ անցներ այս ճանապարհը։ Առաջին հերթին պիտի ասեմ, որ ցավոք սրտի մեր միջավայրը Հայաստանում հատկապես դեռևս ոչ լիարժեքորեն ապացուցված, բայց շատ է նպաստում քաղցկեղի տարածմանը։ Փորձը ուղղակի զուգահեռներն են այլ երկրների հետ, որ մենք գիտենք, որ այստեղ այս կամ այն պատճառով նմանատիպ երևույթները շատ են։ Եվ այստեղ խնդիրը կարող է լինել ոչ միայն կյանքի պայմանների, կենսապայմանների մակարդակի հետ կապված, այլ հենց նույն մեր էմոցիոնալ, նույն մեր մտավոր եւ հոգեվոր ծայրահեղ ընկալումների։
ես փորձ ունեմ, կարծում եմ այստեղ շատ մարդիկ կան էկրաններից այն կողմ, որ կդիտեն եւ կհաստատեն դա, որ մեր հաճախ շատ ուրիշ գործընկերներ, ընկերներ այլ աշխարհներում իրենք շատ հանգիստ ապրում են ոչ այնքան տառապանքներով եւ ցնցումների մեջ, ինչպես մենք ենք։ Մենք բացառիկ դրամատիզացնելու ունակ ժողովուրդ ենք, ամեն բան առաջին հերթին, սկսենք այդտեղից։ Դրամայի, այսինքն ողբերգության վերածել ցանկացած փոքրիկ մանրուք, սկսած բաժակի կոտրվելուց, խոհանոցում բաժակը կոտրվեց, մայրը գոռում է երեխայի վրա, «Ես ինչ արեցիր, քեզ մի բան չի կարելի գործի դնել» եւ այլն եւ այլն։ Տարական բան բաժակ էր կոտրվեց, վերջ չարը մարավ, ժողովուրդ ջան, անցավ։ Այսինքն մենք սկսած շատ փոքր մանրուքներից, մինչև շատ լուրջ խնդիրներ, տիեզերական, ելի եմ շեշտում, կարևորություն տալու հակում ունենք, դա մեկ։ Այսինքն մեզ մոտ ծայրահեղ բարձր է հոգևոր ստրեսային այդ ֆոնը եւ կարծում եմ, որ դա շատ ավելի էական կարող է լինել, քան զուտ կենսապայմանները, որոնք հաճախ կարող են լինել սնունդ, չգիտեմ, օդի աղտոտվածություն, թե այլ պայմաններ, որոնք դեռ ուսումնասիրման ենթակա են, թե ինչ են, պետք է, ես կարծում եմ, որ շատ լուրջ հետազոտություններ են այդտեղ հարկավոր։ Մեր իրականությունն այդպիսին է հիմա, դատելով նրանից, թե ինչպիսի ծանր ստրեսային շրջաններով եւ այլն ենք անցնում։ Ինչ կարելի է այստեղ անել եւ ընդհանրապես մարդը ինչպես պիտի իրեն դրսևորի։ Բոլոր այն խնդիրները, որոնք թաքցվում են գորգի տակ, չգիտեմ, անկողնու տակ, ժողովրդական ասած, այսպես ուզում ես դիր դոշակի տակ, ինչքան ուզում ես թաքցրու, միևնույն է ինչ որ մի բան, ինչ որ մի օր հայտնի է դառնալու։ Ամեն գաղտնի բան ինչ որ մի օր հայտնի է դառնում, բայց հարցը ոչ թե հայտնի դառնալու մասին է, այլ այն, թե երբ որ դու մենակության մեջ ու միայնակ ես կրում, ինչքան ավելի դժվար է քեզ համար այդ ամենի հետ շփվելը կամ հաղթահարելը եւ ինչպիսի դրամաներով է մարդը անցնում, խորացնում է իր դրամաները լույսի ճանապարհ չթողնելով։ Տեսեք, իբրև հանրային մարդ, ես ինձ պատասխանատու եմ զգում խոսել այս մասին։ Ոչ թե ես չեմ կարող դա հաղթահարել միայնակ դրա համար եմ խոսում էկրանի առաջ կամ մարդկանց հետ քննարկում, այլ ես տեսել եմ, թե ինչպիսի մոտեցում կա, մինչ այդ քանի դեռ ինքս չէի առերեսվել, ուշադիր չէի եղել դրան։ Բժշկական աշխարհը իր հերթին փորձում է ամեն կերպ բերել իր դաշտ մարդկանց հնարավորություն տալով նրանց հնարավորինս կանխարգելել եւ վաղ հայտնաբերել հիվանդությունը։ Առաջին հերթին զուտ գիտական տեսակետից, այսինքն վաղ հայտնաբերումը նվազեցնում է հետագա մնացած վնասները, որոնք կարող են ել ավելի ծանր լինել, երբ ավելի ուշ են հայտնաբերվել։ Դա զուտ գիտական առումով հիմա խոսենք, հետո կխոսեմ բարոյահոգեբանական ծավալի մասին։ Եվ այդ տեսակետից բժշկական աշխարհը այս պահին օգնության կարիք ունի այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին ես եմ օրինակ կամ ինձ նման մարդիկ, ովքեր կարող են խոսել եւ ասել, գիտեք ինչ, տեսնում ես, փառք Աստծո, adekvat, լավ պատրաստված, բավական ուժեղ, միջազգային ճանաչում ունեցող, նույն հարթակների հետ զուգահեռ քայլող բժշկական կոլեկտիվներ ունենք այստեղ, ովքեր համագործակցում են, հարկ եղած ժամանակ աշխարհը ծածկված չէ բարալիկ մի թաղանթով եւ մենք էլ եսին որտեղ չենք խցկված, մենք կարող ենք խորհրդակցել, գործընկերներ գտնել արտերկրում, համեմատել, հասկանալ այդ հիվանդության բուժման ճանապարհն ինչպիսին է, այսինքն գործիքակազմերն այսօր կան, հստակ են եւ իրենց միջոցով վաղ հայտնաբերման ժամանակ, վաղ կանխարգելման միջոցով հնարավոր է կանխարգելել, նվազեցնել եւ ընդհանրապես բուժել ընդհուպ մինչեւ իհարկե բժշկական աշխարհը միշտ այդ հարցում եւ ես հարգանքով եմ մոտենում դրան, ասում են, որ չի կարելի 100% ասել, բայց գրեթե 100% հնարավոր է լիարժեք ապաքինու, ընդհուպ մինչեւ։ Իհարկե կան տեսակներ եւ ուղղություններ։ Այսինքն կա ազդակ բժշկական աշխարհի կողմից եւ պետք է հանրությունը դրան քայլ անի, մյուս կողմից որպեսի իր քայլը հավատքի հենք ունենա, մյուսները ովքեր անցել են այդ ճանապարհը, պիտի խոսեն, ասեն Ժողովուրդ ջան, հա, կա, մենք աշխատում ենք, մենք աշխատել ենք, մենք էստեղ ենք, մենք ապրում ենք, ես ամեն օր հիմա հանդիպում եմ մարդկանց, կանանց, տղամարդկանց, ինձ զանգահարում են ընկերներ, ծանոթներ, անծանոթներ, գրում են բոլոր սոցհարթակներում, անգամ անծանոթներ, որ մենք հաղթահարել ենք այսքան տարի առաջ, այս մեկը հաղթահարել է այն ինչքան ժամանակ առաջ, վստահությամբ շարժվում է առաջ, ապրում է իր կյանքը իր մշտականանով։ Սա ելի եմ շեշտում այն գիտական, գիտակցված բաժինն է։ Հիմա գանք հոգեբանական հատվածին, որտեղ մարդը ինքն է մենակ իր տառապանքի հետ կամ ոչ ոք չի նայում այդ տեսակետից, որ չէ, որ երբ որ դու տանը ունես այդպիսի պացիենտ, երբ որ տանը ունես մեկը, ով որ այսպիսի հիվանդության հետ է առնչվում, կախված նրանից, թե դու ով ես այդ մարդու նկատմամբ, քո տառապանքը ավելի ծանր է։ Իմ զրույցները տարբեր պահերի ինձ հետ հիվանդասենյակում հայտնված տարբեր բուժառուների հետ շատ հետաքրքիր բաներ են բացահայտում։ Ես իմ որոշումը կայացրել եմ շատ կարճ, մի քանի րոպեների, վայրկյանների ընթացքում։ Երբ ենք վիրահատում, ինչպես ենք վիրահատում։ Որովհետև իմ սկզբունքն է այդպեսին, ես ամբողջ կյանքում եկել եմ զինվորականի հոգեբանությամբ եւ
տրամաբանությամբ գիտակցում եմ, որ եթե հիմա չանեմ, հետո խնդիրներն ուրիշ են լինելու, խնդիրները ուրիշ են լինելու եւ պատասխանատվությունը արդեն ընկնելու է իմ զավակների վրա, իրենք պիտի ստիպված լինեն այդ հարցը լուծել կամ փնտրել ճանապարհներ։ Ուրեմն ես պատասխանատվությունը ստանձնում եմ ինքս, ասում եմ, որ եթե իմ երեխան պիտի վաղը փորձի ինձ ճանապարհներ գտնել, ուր հասցնի մամային, մաման կարող է այդ ժամանակ արդեն էլ հեչ լավ չի, ու էլ չի կարող ասել, չէ, չեմ ուզում, թող էսպես լինի, չէ որ մեր զավակները միևնույնն է, ամեն ինչ են անելու մեզ համար եւ ոչ միայն մեր զավակները, մեր բոլոր հարազատները, ամուսին, մայր, եղբայր, քույր, ով որ ձեր կողքին կա, քաղցկեղի պարագայում դա հիվանդություն է ոչ թե անհատի համար, դա փորձություն է ամբողջ շրջապատի համար, սկսած իր հեռու շրջապատից, որոնք ընկերներն են, շրջապատն է, եւ առավել եւս ինչքան մոտենում է դեպի կենտրոն, այնքան գույները խտանում են ամենամտերիմ հարազատների համար։ Հետևաբար յուրաքանչյուր օղակում գտնվող մարդը իրեն մարդկային տեսակետից դրսևորելու հնարավորություն ունի եւ իր փորձության եւ իր ուսումնառության ժամանակն է։ Ամեն բանի մեջ դու կարող ես դաս քաղել։ Եվ այստեղ տեսեք, ինքը բուժարուն պիտի հասկանա, որ շատ բաներ կան, մարդիկ կան, ես գիտեմ ընտանիք, հիմա այստեղ չէ Հայաստանում չէ, որտեղ մայրը հրաժարվել է բուժումից, անցել է այլ ձևաչափով սննդակարգի, հումակերության եւ այլ ձևերով, որոշելով, որ ես էսպես եմ որոշել, ինձ պետք է դանակ չկպնի, ինչ կլինի։ Քավլիցի յուրաքանչյուր ոք ազատ է իր ընտրության առաջ։ Ես այլ ճանապարհներ չգիտեմ, իմ իմացած ճանապարհով ես եմ շարժվում։ Ես խոնարհությամբ եմ ընդունում յուրաքանչյուրի որոշումը։ Ընտանիքի անդամ, երեխան կամ երեխաները ինչպիսի մոտեցում կդրսևորեն հետագայում, ինչպես իրենք կանեն, այդ ես չեմ կարող ասել։ Բայց մեր հասարակության մեջ այդ մյուս օղակներ արդեն ընտանիքի ներսի մարդիկ ամեն մեկը ստիպված համակերպվում են, չէ՞, ընտրության հետ, կամ իրենք պիտի այդ քայլը անեն։ Եվ այստեղ շատ լուրջ խնդիր կա ֆինանսական, աջակցության տարբեր տեսակետներից։ Պիտի ասեմ, որ առաջին հերթին իհարկե քաղցկեղի բուժումը ներկայացվում է մեր առողջապահության որոշում կայացնողների կողմից իբրև անվճար, բայց այնտեղ կան այոներ եւ ոչեր։ Այն բաժինը, որ պետությունը կարողանում է հովանավորում է, բայց կա բաժին, որը չի կարող, եկեք անկեղծ լինենք։ Եվ դա պիտի հստակ իմացվի։ Ես չեմ կարող սուտ խոսել, երբ որ ինքս իմ դեղերի որոշակի բաժին ինքս եմ գնում։ Ճիշտ է ասել համաֆինանսավորում է, ինչ է եւ բայց քիմիոթերապիայի որակ էլ կա, չէ՞, տարբեր որակի քիմիոթերապիաներ են։ Ուզում եմ հավատալ, որ բժիշկների բարեխղճությունն այնքան է, որ իրենք այդ որակի խնդիրը երբեք չեն պայմանավորում։ Այո, ես հույս ունեմ եւ կարծում եմ, ինձ ամենայն դեպս բարեխիղճ եւ շատ գրագետ անձնակազմեր են հանդիպել եւ ես խոնարհությամբ ու սիրով եմ ընդունում իրենց աշխատանքը։ Ես իրենց եմ խոստացել, որ իրենց աշխատանքը ջուրը չեմ գցելու, հենց դրանով է պայմանավորված, որ միշտ սիրով եմ գնում եւ տարօրինակ է, բայց ես կարոտում եմ իրենց իմ քիմիոթերապիայի կուրսերի արանքում։ Այդ նյութական մասը կա, այո, կա բարդություններ, որտեղ հասարակությունը կանգնում է իր տվյալ անդամի կողքին։ Երևի թե ֆոնդեր ժամանակի ընթացքում ավելի ճիշտ կառավարվող մեխանիզմներ են անհրաժեշտ, դա ես չեմ կարող ասել, դա բժշկական աշխարհի որոշում կայացնողներից է, բայց ինչ կարող է հասարակությունն անել։ Ես պիտի ասեմ, ինձ եղել են զանգեր իմ հարազատ կամ մոտիկ մարդկանց կողմից, ամենասկզբում, երբ որ նոր էր բացահայտվել, երբ իրենց համար նոր էր հայտնի դարձել։ Մարդիկ զանգարում էին, չգիտեին ինչպես խոսել։ Այսինքն ինչ տոնով խոսել, վայ Արմինե ջան, էս ինչ վատ բան է պատահել քեզ հետ, այդ ձևաչափով։ Դա ամենասխալն է։ Եվ բայց այդ մարդիկ չգիտեն ոնց խոսեն, որովհետև մենք ենք այդպեսին, հասկանում եք, մենք ինքներս ենք մտնում այդ դրամայի մեջ։ Իսկ ես միանգամից խոսում էի ոգևորված ձայնով, անմիջապես եւ բոլոր բաները ասում էին քո տոնայնությունն այնպեսին է արդեն, որ մենք ինքներս չենք կարող էլ։ Ես ասում եմ, ես մարտական եմ տրամադրված, անհոգ եղեք, ամեն ինչ շատ լավ է։ Ես այդ ապացույցները բազմիցս ներկայացրել եմ։ Հիվանդանոցում եղած ժամանակ ես մուլտիկ էի նկարում իմ երկերի հոլովակներից մեկի համար, այդ ընթացքում ընդ որում սցենարը փոխեցի այդտեղ, որովհետեւ ինձ դուր չեկավ, ես ինչ վիրահատվելը ինձ համար սցենարը այլ ճանապարհով էր գնում։ Հերոսուհին պիտի ընկներ անդունդի մեջ պիտի ընկներ։ Ես նկատեցի, որ իր համար արդեն դրաման չափից ավելի շատ այլ չգցեցի անդունդը։ Երբ վիրահատությունն անցավ, այդ սցենարը փոխեցի անդունդից էլ չընկավ, անդունդը ինքը դուրս եկավ այլ ճանապարհներով գնալու եւ իր ճակատագիրը այլ կերպ դասավորվեց լավ իմաստով էլ ես տեյության։ Ուզում եմ ասել, անգամ հիվանդանոցային միջավայրում ես ձևը գտա։ Հավատացնում եմ, չկա որևէ մարդ, որևէ մեկը, որ գոնե փոքրիկ անգամ ամենափոքրիկ հնարավորություն ստեղծագործելու չունենա, կապ չունի ինչ ստեղծագործել, անձեռոցի կծալեք, չգիտեմ ինչ արեք, ձեր ինքներդ ձեզ նայեք այլու մեջ, անպայման ինչ որ մի սիրուն բան ձեր դեմքին, ձեր գլխին, ձեր հագին կրեք, ձեր կրծքին ինչ որ մի սիրունիկ բրոշ դրեք, որովհետև ամեն օրն է թանկ, մենք չգիտենք թե իրականում մեզ տրված ժամանակը որքան է,
եւ պատճառը այս աշխարհից հեռանալու ինչը կլինի։ Ես վստահ եմ նախ եւ առաջ, որ ես մինչեւ 90 տարեկան մի օր ասացի, ես 90 տարեկանում եմ մեռնելու, ինել ձանձրույթից ծանոթներս ովքեր կողքիս էին, ծիծաղացին, ասեցին, չէ, Արմինե ջան, դու անգամ այդ ժամանակ ձանձրույթից չես մեռնի։ Հա, եթե ձեռքերս եւ միտքս տեղին լինեն, հաստատ մի բան կգտնեմ անելու, գործել, կարել, չգիտեմ ինչ անել։ Ես միշտ երազում եմ ազատ ժամանակի մասին։ Ունենալ մի փոքր ազատ ժամանակ մի նոր բան մոգոնելու։ Ինչ որ մեկը միգուցե կսիրի խոհանոցը, ինչ որ մեկը կսիրի, չգիտեմ, ձեռագործ աշխատանք անել, ինչ որ մեկը նկարել, բայց կարևոր է խոսել, կարևոր է շփվել, կարևոր է ներքին մակարդակում ցավը ներսում չթաղել։ Ես չեմ ուզում մարդկանց քաջալերել, թե հա գնացեք, բոլորին պատմեք, չէ, երբեմն չեն պատմում մարդիկ անառողջ մթնոլորտից է հաճախ, որ մարդը մտածում է ավելի լավ է ոչ ոք իմ ցավը չիմանա, ես պես ոնց կլինի, թող անցնեմ, մի կերպ դուրս կգամ, բայց իմացեք բոլոր պարագաներում որոշումը ձերն է։ Ներսում ինչ որոշում կկայացնեք արտաքին աշխարհի հետ հարաբերվելու համար, դա ձեր գործն է, բայց ձեր ներսում դուք պիտի միայն ծաղկեցնեք գեղեցիկը, կուլտիվացնեք սիրունը, այն ինչ որ մի հատ փոքրիկ պուճուրիկ ծաղիկ կա, պատշգամբի վրա աճեցրեք այդ քրիզանթեմը, վարդը, չգիտեմ ինչա ներքուստ այդ աճեցրեք եւ իրեն ջրեք ամեն օր։ Ես այնքան սիրուն ծաղիկներ ունեմ եւ իմ աշխատանքի կաբինետում եւ իմ տանը մանուշակներ են, որ ծաղկում են, ու դու պիտի ուրախանաս հենց թեկուզ ամեն ծաղկած փոքրիկ մանուշակի վրա։ Եվ հարցեր, որ կարճ պատասխաններ են ենթադրում։ Եթե կարողանայիք սահմանել մի կանոն, որին կհետևեին բոլորը։ Սիրել անմնացորդ եւ առանց սեփական անձի մասին մտածելու, որովհետեւ ինձ համար սիրո կանոնն է, որ ամեն բան դնում է իր տեղը, եթե սիրում ես ամեն ինչ կարող ես անել։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն ինչ դուք կաք հիմա։ Ինձ օգնել է այսպիսին դառնալ մի արտահայտություն, որը իմ գաղտնիքներից մեկն է եղել միշտ։ Դա անհնար է։ Եթե ինձ ասում են անհնար է կամ անհնարության սահման են ցույց տալիս, ուրեմն ես հաստատ դա կիրականացնեմ։ Ու իհարկե փոքրիկ բացառություններով։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Իմ անցյալների կետերը շատ են։ Ես կուզենայի բոլոր կետերում, որտեղ որ հնարավոր է, մի քիչ ավելի շատ գրկել։ Պապային, մամային, երեխաներին այդ կուզեի անել։ Ամեն մեկին իր կետում։ Այդ կարոտն է։ Ձեր տեսած ամենաէմոցիոնալ տեսարանը։ Պիտի ասեմ անկեղծ, Եռաբլուրի բարձունքում զինվորական հանդերձներով, ավիացիոն սպառազինության հանդերձներով, կանգնած շարքերով տղաներն են, սպիտակ ձեռնոցներով եւ կրակի համազարգը 2008 թվականի նոյեմբերի 6-ին, 7-ին, երբ որ Աշակին հողարկավորում էին, ու գիտեք ինչքան շատ վարդեր կային այդ պահին այնտեղ աճող։ Մեխվեց այդպես տեսարանը եւ այդտեղ էր որ ես չէի կարող լացել, այլ պապանձվել է իսկապես թե որքան ողբերգական առաջին պահին եւ որքան սիրուն միաժամանակ։ Հիմա ձեր հարցը դա եմ տեսնում։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Տարօրինակ բան կասեմ, ես հեքիաթներ սիրում եմ կարդալ, իմ ամենասիրելի հեքիաթը երևի թե վերջին շատ երկար ժամանակում Միխայել Էնդեի Անվերջանալի պատմությունն է։ Այդ գիրքը գիտենք ֆիլմով միայն առաջին հատվածը, բայց ինքը շարունակություն ունի, որտեղ կախարդական եւ իր մտքերի իրականացման շրջանակը կա։ Ես հիմա գերմաներեն ունեմ ձեռքիս տակ, գերմաներեն եմ մեկ-մեկ բացում ընթերցում։ Ֆիլմը մի հրաշալի ֆիլմ է, որը կոչվում է Շատրվան, եթե հայերեն թարգմանենք The Fountain, ֆանտաստիկ մի ֆիլմ է, իսկապես այս իրավիճակի մեջ անընդհատ հետ եմ գալիս, ես այդ ֆիլմը շատ եմ նայել, բայց հիմա, հենց հիմա իմ այս իրավիճակի մեջ եւ երաժշտական կատարումը։ Վայ, Շուբերտի Ave Մարիան։ Եվ զուգահեռ կասեի դրանք երկուսն էլ, երբ ես շատ մեծ փորձության մեջ եմ կամ հոգևոր խաղաղության մեջ եմ կամ այն վիճակում եմ, որտեղ միջավայրն է, ես երգում եմ առավոտ լուսո։ Այսօր ինչ կատարում եք նվիրելու։ Մեր հարցերն այնքան բազմազան էին, որ ես երբ որ գալիս էի ձեզ մոտ մտածում եմ, իսկ ինչ պիտի երգեմ։ Հիմա կերգեմ այդպես խոհափիլիսոփայական մի բան։ Շատ լավ։ Ժամանակի եւ երևույթների մասին մի քանի տարի է ինչ գրել եմ անցյալ եւ գալիք երևույթների համար։ Այնպես անակնկալ կհեռանա ամառը, այնքան անսպասելի կբոլորի տարին, տխուր ու մեղավոր քեզ կժպտա անցյալը եւ թանկ ու կարևոր
դու կկորցնես մեկին խուլ ողանջներ ճանապարհի ժպիտը հին ընկերների դու կփնտրես մի օր երբ կարոտով անզոր հոսի գետակ հուշերի թվում է ավարտվեց անմիտ այս ճանապարհը ընթերցվեցին բոլոր էջերը մատյանի բայց ժպիտով մոլոր կգա մատենավարը եւ մի կորած կապոց գրքիդ մեջ կդնի խուլ ողանջներ ճանապարհի ժպիտը հին ընկերների դու կփնտրես մի օր երբ կարոտով անզոր հոսի գետակը հուշերի դու ինձ միայն ասա որ թափառող աստղի տակ ու որ հորիզոնում դու ինձ ես որոնում եւ թող որ չմարեն հեռվում այն կանթեղները որ ինձ պիտի սպասեն գիշերներով անքում հին ողանջներ ճանապարհի ժպիտը հին ընկերների դու կփնտրես մի օր երբ կարոտով անզոր հոսի գետակը հուշերի այնպես անակնկալ կհեռանա ամառ այնքան անսպասելի կբոլորի տարին տխուր մեղավոր մեզ կժպտա անցյալը եւ թանկ ու կարևոր դու կգտնես մեկին Շնորհակալ եմ Ես եմ շնորհակալ Ռինե ջան զրույցի համար շատ շնորհակալ